Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն։ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը հայտարարված ռազմական դրության ժամանակ կառավարությունն անհիմն է արգելել հավաքների եւ գործադուլների կազմակերպումը, անցկացումը կամ դրանց մասնակցելը, ինչպես նաեւ քննադատող հրապարակումները։ Այս մասին իր որոշման մեջ արձանագրել է սկզբում վարչական, իսկ օրեր առաջ նաեւ վարչական վերաքննիչ դատարանը։ Ռազմական դրության տվյալ սահմանափակումները, հավաքների ազատության արգելքը եւ կարծիքի արտահայտման օգտագույն անհամաչափ սահմանափակումները հակասում են Հայաստանի Հանրապետության ավելի բարձր ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին։ Պատերազմի ավարտից հետո, երբ դեռ շարունակվում է ռազմական դրությունը, Վահե Գրիգորյանը, պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը դիմում էին ներկայացրել դատարան ռազմական դրություն հայտարարելու որոշման մի քանի կետեր անվավեր ճանաչելու պահանջով, իսկ այդ օրերին իրավիճակը պարբերաբար էր լարվում։ Քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի նոյեմբերի 11-ին նախատեսում են հանրահավաք անցկացնել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ եւ հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Ռազմական դրության ժամանակ արգելվել էին նաև պետական եւ պաշտոնատար անձանց ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը։ Հավաքների ազատության սահմանափակումը եւ կարծիքի արտահայտման սահմանափակումը ի սկզբանե ուղղված էր իրականությունը բարձրաձայնող անձանց լրացնելու, իրավական գործիքակազմով օժտված լինելու փաստը ունենալու համար։ Այսինքն զուտ իրականությունը բարձրաձայնող անձանց լրացնում էին իբր ռազմական դրության կանոնները խախտելու պատրվակով։ Կառավարությունը սակայն հակադարձել էր դիմումին, յուրաքանչյուր պետություն գնահատելով հանրության կյանքին սպառնացող վտանգը իր հայեցողական լիազորությունների շրջանակներում սահմանում է հավաքների ազատության իրավունքի ազատության սահմանափակումները, ընդհուպ արգելք։ Այսօր նմանօրինակ մեկնաբանություն տալիս է նաև իշխող ուժի պատգամավորը։ Եթե հացը քաղաքական առումով եք տալիս, արդյոք ես համարում եմ, որ 2020 թվականին համաչափ չի եղել, չեն եղել սահմանափակումներ, չեմ համարում, ես համարում եմ, որ պատերազմական իրավիճակում այդպես էլ պիտի լիներ։ Այնինչ ռազմական դրության ժամանակ հայտարարված այս սահմանափակումների հետևանքով շատ քաղաքացիներ ոչ միայն վարչական պատասխանատվության են ենթարկվել, այլև քրեական գործեր են հարուցվել։ 300-ից 400 դրամ սկզբնական տուգանք, այնուհետև 1 միլիոն դրամ տուգանք, քրեական հետապնդումներ, ուղղակի հարյուրավոր անձանց սոցիալական հարթակներում կատարված գրառումների համար տուգանում էին, ենթարկում էին քրեական հետապնդման։ Իրավաբանի նախկին եւ ներկա պատգամավորների դիմումը վարչական դատարանում քննվեց գրեթե 1.5 տարի։ 2022 թվականի մայիսին դատարանն արձանագրեց. կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ կամ ապացույց, որով կհիմնավորվեր, որ հավաքների կազմակերպումը, անցկացումը կամ դրանց մասնակցությունը պետության ամբողջ տարածքում ռազմական դրության պայմաններում արգելելը եղել է չափավոր եւ անհրաժեշտ։ Դատարանի այս որոշման հետ կառավարությունը համաձայն չի եղել, ուստի բողոքարկել է, սակայն օրեր առաջ վերաքննիչ դատարանը մերժել է հայցը։ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը 1 ամիս ունի այն եւս բողոքարկելու համար, եւ եթե Վճռաբեկ դատարանը եւս համակարծիք լինի նախորդ ատյանների հետ, ապա այս որոշումը որպես նոր Երևան եկած հանգամանք կարող է դիտարկվել պատասխանատվության ենթարկված անձանց գործերով եւ դրանք նորից քննության կուղարկվեն։